ցածով աչքերի պատճառով հեռուստասերիալում Գորն ու Սարան պայմանավորվում են երեկոյան գնալ թատրոն։ Սակայն հենց այն պահին, երբ Գորը պատրաստվում է տանից դուրս գալ ու գնալ Սարայի հետևից, դուռը բացում է և նրա դիմաց կանգնում է Եվան, Գորի հին սերը, ում Գորը լքել էր Եվայի դավաճանության պատճառով։ Այսինքն հանգամանքները դասավորվել էին այնպես, որ Գորը Եվային բռնացրել էր իր ընկերոջ հետ։ Եվան սակայն հիմա եկել է ապացույցներով, որպեսզի Գորին փաստեր ներկայացնի ու ցույց տա, որ 5 տարի առաջ ինքը մեղավոր չի եղել, որ ամեն ինչ հենց Գորի ընկերոջ Գրիշի ծրագրածն է եղել։ Եվան մտնում է տուն և Գորի ներկայությամբ զանգում այդ Գրիշին ու միացնում հեռախոսը, ով էլ առանց իմանալու, որ իրեն լսում է նաև Գորը, խոստովանում է, որ տարիներ առաջ ինքն էր պլանավորել, որպեսզի Գորը մտածի, իբր ինքն ու Եվան միասին են։ Եվան նահանգներից եկել հասել է Հայաստան ու այս քայլին է գնում, որպեսզի Գորին ապացուցի իր անմեղությունը, բայց այստեղ այլ բան է կարևոր։ Արդյոք հիմա դա պետք է Գորին։ Արդյոք դա ինչ-որ բան է փոխելու Գորի կյանքում։ Դե իհարկե ոչ մի բան, քանի որ Գորը սիրած աղջիկ ունի, ում հետ պատրաստվում է ամուսնանալ։ Իսկ այ Եվան շատ ծանր է տանելու, երբ իմանա այդ մասին։ Գորը նրան ասում է, որ այո, միգուցե ինքը սխալվել է, երբ հավատացել է Գրիշին, բայց դա արդեն էական չէ։ Իսկ իրականում ցանկանում ենք զուգահեռ անցկացնել այս և մեկ այլ պատմության միջև։ Հավանաբար հիշում եք, որ Դիանան կազմակերպեց, որ Սարան պետք է գնար հյուրանոց ու նրան այնտեղ դիմավորեր մի երիտասարդ, իսկ հետո պետք է գար Գորը ու վերջնական հիասթափվեր Սարայից, մտածելով, թե Սարան ու այդ տղան միասին են։ Գորը փաստորեն երկրորդ անգամ է գործել նույն սխալը, նույն ճակատագրական սխալը։ Առաջին անգամ դա արել է դեռ Եվայի դեպքում, երբ կասկածել է նրա անմեղությանն ու անկեղծությանը, իսկ երկրորդ անգամ Սարայի դեպքում։ Պարզապես հետագայում հանգամանքներն այնպես են դասավորվել, որ Գորը համոզվել է Սարայի անմեղության մեջ և դա տեղի է ունեցել շատ շուտով։ Հակառակ դեպքում, եթե Եվայի նման Սարայի ու Գորի միջև այդ պահին շփումը ավարտվեր, ապա շատ հնարավոր է, որ Գորը Սարային էլ մոռանար ու սիրահարվեր ուրիշին։ Իսկ հիմա անդրադառնանք այլ կարևոր թեմայի։ Նարինեն իմանում է, որ հայրը մահացու հիվանդ է և շոկի է ենթարկվում։ Նա հիմա է հասկանում Սարոյանի տարօրինակ պահվածքը, բայց Արմանը Նարինեին խնդրում է հանկարծ Սարոյանին զգացնել չտալ, որ ճշմարտությունը գիտի, քանի որ Սարոյանը հիմա հենց դրանով էլ իրեն ուժեղ է զգում, որ ընտանիքի անդամները ոչինչ չգիտեն և չեն խղճում իրեն։ Ռեբեկան սակայն պետք է միշտ ամեն ինչ փչացնի։ Առավոտյան նախաճաշի սեղանի շուրջ Ռեբեկան կրկին սկսում է կոպտել պապիկին, ավելորդություններ թույլ տալ իրեն, ակնարկներով խոսել պապիկի հետ, ասում է, որ Սարոյանը անարդար է իր հետ վարվում։ Նարինեն կարծես ասեղների վրա նստած լինի, քանի որ չի ցանկանում հորը վիրավորեն։ Նա փորձում է պաշտպանել Սարոյանին, ինչի համար մի լավ պատասխան է ստանում Ռեբեկայից։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ է Նարինեի լռելը։ Միգուցե նա պետք է խոսի իր դուստրերի հետ և թեկուզ գոնե գաղտնի կերպով ասի Սարոյանի հիվանդության մասին։ Գրեք մեկնաբանություն։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրշը կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորն է Սարայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին, վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։
Քանի որ մնացել եմ միայնակ Սարայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ, այնքան որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ, դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, իմ սենյակում, եկել է դրսի շորերով նստել մահճակալից վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ, բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե, հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ, խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների, նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն, ողջույն։ Իհարկե երկուսս է զզվում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։